Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալում սյուժեն թափ է առնում և հերոսների ճակատագրերը սրվում են անհավատալի շրջադարձերով, ամեն ինչ գնում է դեպի բուռն ու դրամատիկ հանգուցալուծում լի տխուր հիշողություններով, վրեժով, ատելությամբ ու վտանգավոր որոշումներով։ Ռաֆը մերժված, ջախջախված ու թևաթափ այլևս նախկին հավասարակշռված մարդը չէ, նա կորցրել է ամեն բան, ոչ միայն սերը, այլ նաև հարգանքը, ընտանիքը և նույնիսկ վերջին մնացորդ մարդկայնությունը։ Մարիային վերջնականապես կորցնելուց հետո նա հոգեպես կործանվում է, Դավիթի ու Մարիայի միանալը նրա համար դառնում է մահացու հարված, նա այլևս ոչինչ չունի կորցնելու և սա նրան դարձնում է առավել վտանգավոր, նա այլևս չունի ափսոսանք, չունի խղճի խայտ, ունի միայն մեկ նպատակ՝ վրեժ։ Այս պահին սերիալում սկսվում է մի նոր փուլ վտանգի, սպառնալիքի, որտեղ Ռաֆը բացահայտ ասում է Մարիային՝ դու երանի ես տալու այն օրերին, երբ դեռ երեխա էիր, երբ քեզ ծեծում էին, որովհետև այն դժոխքը, որ հիմա քեզ է սպասվում, ես եմ ստեղծելու։ Մարիան սարսափում է, սա այլևս պարզապես վիրավորված մարդ չէ, սա մի մարդ է, ում մեջ ապրում է մութ վրիժառությունը, մի մարդու, ով պատրաստ է ոչնչացնել ուրիշների երջանկությունը միայն իր դատարկությունը լցնելու համար։ Միաժամանակ Աշոտը, միակ մարդը, ով դեռ ինչ-որ կերպ կարող էր զսպել Ռաֆին, ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում։ Ոմանք ասում են, որ դա պարզապես պատահական հիվանդություն է, բայց կասկածներ կան, որ դա կարող է լինել նաև Ռաֆի անուղղակի որոշումների հետևանքները։ Երբ Աշոտը գիտակցության է գալիս, ասում է, որ նրան երբեք չի ների, Ռաֆն արդեն ինձ որդի չէ։ Այս խոսքերը կոտրում են Ռաֆին, նա հասկանում է՝ մենակ է մնացել բոլորի դեմ, և հենց այդ մենակությունը ծնում է ամենավտանգավոր որոշումը՝ Մարիային պետք է խփել այնտեղ, որտեղ ամենից շատ է ցավում, իհարկե, Դավիթի միջոցով։ Միաժամանակ մի այլ գծով պատմությունը նոր թափ է ստանում, Սոֆյան, որ մինչ այդ թվում էր որպես երկրորդ պլանի կերպար, հայտնվում է քննիչի մոտ ու պատրաստ է բացահայտել արտակի գործի գաղտնիքները։ Նա ասում է՝ ես արտակի գործով գաղտնիքներ պետք է բացահայտեմ։ Իհարկե, հեռուստադիտողները ենթադրում են, որ այդ ամենը կապված է Ռաֆի հետ, հավանաբար Ռաֆն է ուղարկել նրան, և նա ասելու է, որ Դավիթն է սպանել Արտակին, և նա կունենա ապացույցներ։ Քննիչը կշփոթվի, Սոֆյան լուրջ է, իսկ հանդիսատեսները դեռ չեն հասկանում սա ճշմարտություն է, թե Ռաֆի ձեռքերով վարձված սուտ սցենար։ Բայց եթե Սոֆյայի խոսքը ընդունվի դատարանում, Դավիթը կարող է ազատազրկման ենթարկվել, իսկ սա հենց այն է, ինչ ձգտում է Ռաֆը՝ միանգամից վերցնել Մարիայից ամեն ինչ։ Սերիալը գնում է դեպի այն պահը, երբ Մարիան կանգնելու է ընտրության առաջ՝ պայքարել իր սիրո համար, թե հավատալ ամեն ինչին, ինչն իրենով է փշրվում։ Մի բան պարզ է՝ Ռաֆը կանգ չի առնելու, և դեռ շատ բացահայտումներ ու հարձակումներ են սպասվում։ Արդյոք Սոֆան իսկապես կասի ճշմարտությունը, արդյոք Ռաֆը կկարողանա հասցնել իր ծրագիրը վերջնակետին, ու ինչպիսի կտրուկ շրջադարձ է սպասվում սերիալի ավարտին, կիմանաք, եթե բաժանորդագրվեք մեր ալիքին։ Եվ մենք միասին կբացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները, որ շրջապատված են այս հեռուստասերիալի շուրջ, և իհարկե ընդամենը մի քանի րոպեից կնշենք, թե երբ է ավարտվելու հեռուստասերիալը և ինչ նոր հեռուստասերիալ է նախատեսվում հեռուստաէկրաններին։ Միացեք մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաք գրել ձեր կարծիքը հեռուստասերիալում նկարահանվող դերասանների ու կերպարների մասին։ Գրեք նաև, թե որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Հեռուստադիտողները մեղադրում են Ռուբենին, քանի որ նա ամեն ինչ մոռացած, նույնիսկ Աբուլին, ում գտել է այսքան տարիներ անց, պտտվում է Օֆայի շուրջ։ Մի կնոջ, ով իրեն այդքան ցավ է պատճառել։ Ճիշտ է, Օֆայի դժբախտությունների պատճառը հենց Ռուբենի մայրն է, բայց արդյոք այսքան տարիներ հետո արժի դա վերհիշել ու Օֆան խլել Ռուբենի ընտանիքից այն, ինչ իրեն չի պատկանում։ Չէ՞ որ Ռուբենն ու Նոնան են մեծացրել իր դստերը, տվել այն իսկական ընտանեկան սերը, որն Օֆան երբեք էլ չէր կարող տալ։ Իսկ այժմ նա փոխանակ իր դստերը վերադարձնի, պտտվում է Ռուբենի շուրջ և նույնիսկ ասում, որ չի ներելու, չնայած ընդամենը սերիաներ առաջ
Աստծուց խնդրում էր ներում, որպեսզի կարողանա ներում հայցել և ստանալ այդ ներումը, որպեսզի կարողանա գոնե վերջին օրերին հանգիստ ապրել։ Սակայն այժմ թշնամաբար է բոլորի հանդեպ։ Ինչ էլ արած լինեն նրա հանդեպ, երեխայի առևանգումը որևէ ներում ու որևէ հասկանալու տեղ չի թողնում։ Դուք էլ եք այդ կարծիքին։ Ինչու է Նոնան իրեն նման կերպ վարվում, և արդյոք արդարացի է նրան նման կերպ վարվելը մյուսների հանդեպ։ Այժմ ամենաշատ կորցրածը համարվում է Նոնան, և Նոնայի չարությունը պատճառներ ուներ, քանի որ նա տարիներ առաջ կորցրել էր իր որդուն, սակայն որդուն գտնելուց հետո նրա կերպարն ավելի դրական է դարձել և ամեն ինչ անում է, որպեսզի Մարիան ուղղակի երջանիկ լինի, սակայն նա վախ ունի, որ Ռուբենը նրանից կհեռանա ու նա կկորցնի ընտանիքը Օֆայի պատճառով։ Գրեք ձեր կարծիքները, կիսվեք ձեր կարծիքներով, յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։